կատարն արձանագրի հետևել է, որ դուք դուժող եք, այսինքն գործով դուժող Հրաչիկ Խաչատրյանին անձամբ չեք զրուցել, ճիշտ եք հասկանում, չեք լսել նրան հարված եղել է, բամբակնություն եղել է, ճիշտ եք հասկանում։ Դուք ասեցիք կողքից, ևս մեկ անգամ, որտեղ է այդ խոսակցությունը կոնկրետ տեղի ունենում, ասում եք, կողքից լսեցիք, որտեղ է այդ խոսակցությունը։ Կոնկրետ տեղը չեմ կարող հիշել Պաշտպանի հարցին պատասխանեցիք, որ չեք հիշում, երկի ժամանակ ա եղել, բաժնում ա եղել, թե որտեղ, մինչդեռ հաջորդ հարցին պատասխանեցիք, որ բաժին չեք մտել, չէ՞։ Կամ մտել եք ձեր անձնական, այսինքն կարիքները հոգալու անմիջապես դուրս եք։ Որտեղ եք այդ խոսակցությունը, սենց ասենք, լսել, այս կողքից լսել, կամ ներկա գտնվել այդ խոսակցությունը, որտեղ փորձեք լսել, մի հատ հիշեք, որտեղ ասում եք հարվածի պահ կլինի, չգիտեմ, բռնություն գործադրելու պահ կլինի, չգիտեմ, որտեղից եք լսել, էլի։ Դա մի պահ ընդունեք, որ չեք հիշում, թե ովքեր եք, բայց որտեղ է տեղի ունեցել այդ ամենը։ Կարող է տեղի չունեցել, ուղղակի սենց աշխատավայրում։ Որ աշխատավայրում, որտեղ հստակ կոնցեպտման անեք։ Գնդում։ Որտեղ։ Զորամասում մեր այդ երբ ա եղել։ Չեմ կարող ասել, չեմ հիշում։ Հետո թե առաջ։ Դեպքից հետո։ Տեսեք, ձեզ բազմաթիվ հարցեր ուղղեցին։ Դուք պատասխանում եք, ասում եք չեմ կարող մտածել։ Հարցը հետևյալ է, պաշտպանը մեղադրումն արդեն չեմ կարող։ Ձեզ հարց ուղղեցին։ Դա եղել է մեքենա նստեցնելիս, դա եղել է բաժնում, նույն օրն է եղել, թե ընդհանրապես որը Չէ, նույնը այդ օրը չէ, դեպքից մի քանի օր հետո է այդ։ Քանի օր։ Չեմ կարող ասել։ Տեխնիկական ժամանակ դեպքից առաջ եղել է հետո։ Մեկ վարկյան։ Քանի օր հետո եւ ինչից հետո։ Չեմ կարող ասել։ Տեղի ունեցած դեպքից քանի օր հետո, բերման ենթարկելուց հետո քանի օր հետո։ Ինչից քանի օր հետո։ Բերման ենթարկելու օրվանից մի քանի օր հետո։ Ովքեր են ներկա այդ ժամանակ այդ խոսակցել։ Տեսեք, որ ասում եք մի քանի անձիկ կամ չգիտեմ, քանակներ չեք նշում անձած, ասում եք խոսել, լսել է։ Աղբյուրը կարող եք նշել, ումից եք լսել։ Գործընկերներից այս կոնկրետ Ով այն, ովքեր են այդ գործընկերները։ Մի հարցեմ է դեպքում Տուժովի, Հրաչիկ Խաչատրյանի հետ դուք կողմի հարցին պատասխանեցիք, որ ուղղակի ծառայական հարաբերություններ են։ Ձեր մոտ որպես համաձայնակից ման չառաջացավ կամ հետաքրքրություն, ճիշտ եք, իրոք եղել է այս ամեն ինչը, թե չէ։ Կամ հաճախակ եք դուք ակնատեսնի նման գործողությունների, որ ոստիկանը ասում է, ինձ խփեցին, իմ նկատմամբ բռնություն գործադրեցին, իմ վրա կրակեցին, ինչ չգիտեմ ծեծեցին։ Հետևաբար պետք է տպավորված լինել չէ ձեր մեջ։ Դուք հիմա վերացական ասում եք լսել ենք։ Կարող եք պատասխանել հարցին միջնական։ Մենք չեմ խոսացել Հրաչիկ Խաչատրյանի հետ։ Չեք իսկ երբ եք լսել։ Չեմ հիշում պատասխան Պատասխանած է հարցին։ Չէ, հստակ պատասխանն է դատարանը։ Կարող փորձեք Չեմ կարող։ չեք կարող։ Քանի օր հետո։ Մեկ հատ լրացում, հարցը հետ կոտրեք։ Դուք նշեցիք, որ մեղադրել Քոչարյանը հայ է։ Հայ ասելով սեռական բնույթի հայական հնչեցրել։ Այլ Քոչարյանը ձեզ հարցով դիմելով դա հիշեցրեց, թե ինչ է ձեր հասցին, չէ՞ ասել։ Նաև մատնանշեց, որ ձեր գործողությունների հետևանքով այս ամեն ինչը տեղի ունեցել։ Հիմա այսպես ասենք, վերարտադրենք ասած ձեզ մուսորը անվանել, ասել, այ մուսորը խփում է։ Դուք դա գտնում եք, որ դա ոստիկանության հասցեին հնչեցրած հայյանքն։ Բացի դրանից սեռական բնույթի հայյանքն Կոնկրետ անձի
Չի նշել։ Վերացական հայակից դուք իրավարում եք, եթե վերացական ինչ-որ հայակ կա գալիս։ Իսկ պատճառը ի՞նչն է, որ վերացական հայակեր եք չես դու։ Վնասված նկատել եք։ Նշել է, որ այստեղս ցավում է, այստեղս վնասվածք եմ ստացել, ցավում է, չեմ կարողանում շարժել։ Մարմին ինչ-որ մի մասը մոտացությունն է, որ ով է վատը չեմ կարողանում նշել։ Մեքենայի մեջ այլել չէ, որ կարող եք հետը մի մասը նայել չէ։ Հարվածել եք այդ ամեն չէ։ Ձեր համար զարմանալի չէ, ինչի եք մեղադրել ասում, որ այդ կոնկրետ ձեր գործողությունների հետևանքով այս ամեն ինչը տեղի ունեցել։ Ինչի եք դրան մահացել։ Չեմ լսում, գիտեք ինչ։ Չեմ կարող Ասեք, դուք որևէ բան հստակ չեք կարողանում հիշել։ Պաշտպանի հարցին որևէ հիմնադրությամբ տարապել եք անգամ կովիդով, որ ենթադրենք, որ կովիդի հետևանքով այդ հիշողության կորուստն է ինչ-որ տեղի ունեցել ինչ-որ։ Ասում եք ոչ պատասխան։ Ինչն է պատճառը։ Երբ որ ասում եք նման դեպքեր հաճախակի չի լինում, հետևաբար ձեր մեջ պետք է տպավորված լիներ, չէ՞։ Ոստիկանության աշխատանքից Ոստիկանության աշխատակցություն կնշի մենակ այդ մի դեպքն անընդհատ նոր դեպքերի հետ ենք առնչություն ունենում, չեն կարող բոլոր դեպքերը այդպես մանրակրկիտ հիշել։ Նամանավանդ դեպքից էլ անցել է 3 տարի։ Իսկ մյուս դուժողի հետ փորձել եք խոսել Վարդանի Հովհաննիսյանը, փորձել պարզել, որևէ մեկի նկատմամբ ինչ-որ բռնություն, որևէ գործողություն դեր ունեցել է, թե չէ։ Չէ, առհասարակ այս գործի վերաբերել ոչ մեկի չեմ խոսել։ Չունեմ ես հարցը Այդ ես մի բան ուզում էի հասկանալ պատասխան դրան։ Հիմա այդ խոսակցությունը երբ է լսել, ձեր հարցերն եք պատասխանում, չեք հիշում, հա։ Ոչ, դեպքից հետո եմ լսել, բայց այդ օրվանից հետո, բայց քանի օր հետո չեմ։ Այդ օրվանից հետո, բայց քանի օր հետո չեք կարող։ Դուք նշեցիք դեպքի հաջորդող օրը, հա, ճիշտ ենք հասկանում։ Չէ, օրվանից հետո եմ լսել։ Օրվանից հետո հաջորդող օրը, նրան հաջորդող օրը, նշում եք մեկ ամսվա ընթացքում, ճիշտ եմ հասկանում, հա։ Դե չեմ հիշում, այդ պատվական դատան կոնկրետ չեմ հիշում։ Մեկ բան քանի օրվա մեջ եք խոսակցությունը այդ որ լսել եք, քանի օր հետո եք լսել, նույն օրնա, մի օր հետո, մի շաբաթ հետո, պատասխանը չեմ հիշում։ նույն օրը լսած կարող է լինեք, կարող է լինեմ նույն դա անգամ նույն օրը լսած լինեմ։ Կարող նույն օրն էլ լսած լինեմ, կոնկրետ չեմ հիշում։ Այն աստիճան չեք հիշում, որ չեք կարողանում վերհիշել լսել։ Տվեք ձեր հարցերը։ Ես ամեն դեպքում շատ հստակեցնում ևս մեկ անգամ։ Էլի տանում եք դեպի չհիշելու դաշտ, բայց օգտագործեցիք ձեր բառամթերքի մեջ տարբեր ձևակերպումներ, էլի։ Մեկ ամսվա ընթացքում հաջորդ օրը մի քանի օր հետո հիմա նույն օրը։ Հիմա մոտավորապես նույն օրը, հաջորդ օրը, թե հաջորդի օրերին։ Չեմ կարող, հենց դա չեմ հիշում, չեմ կարող ասել, ես չեմ հիշում։ Կարող նույն օրն էլ լսած լինեմ, կարող մի ամիս հետո էլ լսած լինեմ, բայց կոնկրետ թե երբ չեմ հիշում։ Ասացիք լսել եք աշխատանքի վայրում, հա։ Դա աշխատանքի մեջ եմ ելել։ Գնդում, ասացիք գնդում, չէ՞։ Աշխատանքի մեջ եմ եղել։ Հիմա գնդում, թե աշխատանքի մեջ սակայն գնդից դուրս։ Գնդից դուրս է կարող։ Ահա, Հիմա չեմ հիշում, որ հիմա չեմ հիշում։ Սա արդեն անուրջը, արգելը վկա, դուք ոնց որ այդ հիշելու, չհիշելու հետ կապված դարձրեցիք դրոշակ արդեն։ Հիմա գնդում, ոչ գնդում, աշխատանքի վայրում, ոչ աշխատանքի վայրում, աշխատանքի ժամի, ծառայության մեջ, ոչ ծառայության մեջ, մենք կողմնորոշվենք։ Ծառայության մեջ եմ եղել, բայց թե որտեղ երբ չեմ եկել։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, ինչ պայթակ խոսքի մեջ ուզում ասում եք, հետո ասում եք, բայց չեմ հիշում, սխալ եմ ասել։ Հիմա գնդում, թե ոչ գնդում։ Պատվարժան Չեք հարցի դեմ, այս էության որքան հնարավոր է հստակեցրեց այս հարցը, վկայի ինչ հայտնի է ներկայացրեց, հստակեցրել է առնվազն որ աշխատանքի ժամանակ ծառայության մեջ
էության լսել։ Լավ, շարունակենք։ Ոնց է հայտնվել քննիչի մոտ։ Ծանոթում քնիչ ծանոթում ուղարկել ոնց որ ինչքանով հիշում եմ ծանոթում Ծանոթում վստահ եք։ բան մեր գումար մեր վերադասությանն է ծանոթել մեր վերադասներն են իստեղ Դուք ծանոթագիր անձամբ ստացել եք։ ոչ փոստային Որտեղ նոթերի մեջ ձեր վերաբերյալ ծանոթագիր չկա։ փոստային տարբերակով չեմ ստացել Չեք ստացել։ Քանիսին եք գնացել հարցակցության հիշում եք։ Առավոտ էր, ցերեկ էր, երեկոյան։ Լավ, ուրեմն մոտավորապես ժամը փորձեք հիշեք, էլի։ Մուտք ընկել էր արդեն չէ։ չէ ցերեկ է Ցերեկ է։ Ես առաքում եմ այդ հարցիդեմ, արգելի պարոն Ալեքսանյան, արձանագրությունը կան նայենք։ Ես շատ լավ գիտեմ, Շնորհակալություն։ Հիմա ցերեկ է, հա։ ցերեկ է բայց չեմ կանում ակա չեմ կարող ասեմ առավոտ է թե կեսօր է Դուք հարցը քննել եք 9:15 պակաս երեկոյան, դա ցերեկային ժամը։ Ոնց որ առասարակ հասկանալ եմ, ձեր աշխատանքը երբ է ավարտվում։ մեր աշխատանքը 24 ժամ է տարբեր ժամերի անից Հիմա այդ օր ամսի 22-ին ձեր աշխատանքը երբ է ավարտվել։ Սմենով եք չէ աշխատում։ Չէ, ոնց եք աշխատում։ տարբեր գրաֆիկով է ամեն օր եթե պետք է լինում երկար են մնում ծառայությունից ավելի ծառայություն են մնում տենց հիմնական չկա որ կոնկրետ էսի ժամին գան դասի ժամին գնան Ասած, այդ օրը ոնց եք աշխատում գրաֆիկով։ հետո առավոտ բանից գործ ենք եղել բայց չեմ հիշում երբ ենք ավարտը գնացել Ամեն դեպս քննիչի մոտ գնացել եք 9:15 պակաս եք սկսել հարցակցել։ Երեկոյան ժամին ձեզ ղեկավարությունը ասել է, որ տենց հապճեպ գնանք քննիչի մոտ հարցակցել, ճիշտ եմ ասում։ ես ինչքանով հիշում եմ այդ օրը ես քննիչի մոտ չեմ եղել Ոտիկ եք։ Սասու Քաջիկի Ստեփանյանը դուք եք։ Ժամը տեսնում եք 20:44 տեսնում եք։ Հավաստիացաք, որ ձեր տվյալներն են։ Մոտիկ եք։ Ձեր ստորագրությունն է, վերջում ձեր ստորագրությունն է։ Ֆիքսեցինք, որ 9:15 պակաս։ Ոնց է ստացվել, որ ժամը 9 երեկոյան հապճեպ նույն օրը գնացել եք քննիչի մոտ։ Պատառան դատարանից Հարցը վերաձևակերպեք, հապճեպ գնացել ոնց արեք գնացել չկա, Ցերեկ, հարցը համեն դեպս հիշում եք, որ ցերեկ։ ես անգամ չէի հիշում որ այդ օրը քննիչի մոտ եմ գնացել Բայց հիշում եք, որ եթե գնացել եք ցերեկ բանը այդ գործով քաղաքի վարչության կենսական են գնացել ամեն կոմիտեի գնացել որտեղ քանի անգամ է եղել էլի Իսկ լավ, փորձեք հիշեք, մինչև քննիչի մոտ գնալուց։ Այդ խոսակցությունը արդեն լսել եք, թե չէ։ Այդ շատ կարևոր է, դա փորձեք հիշեք, էլի պարոն Ստեփանյան։ Ժամը 9-ին գնացել եք քննիչի մոտ։ Տեսեք 9:15 պակաս սկսել եք հարցակում։ Այս ամենախնդրահարույց հարցը, որ ստե բարձրացվեց, որ դուք լսել եք ինչ-որ կողմից խոսակցություն։ Մինչև քննիչի մոտ գնալ արդեն լսել եք, թե քննիչի մոտից դուրս գալուց հետո եք լսել։ Այդ ունի դա փորձեք հիշեք։ չեմ կարող հենց ու հիշում ասեմ էլի Փոքր բարձր է։ չեմ կարող հիշեմ պատասխան դեմ որ հիշում Իսկ հստակ ասած մի քիչ ժամանակ տան մի քանի վայրկյան փորձեք։ հենց այս հարցը այնքան տագեցիկ են որ հիշելու լինի հիմա հիշած կլինի էլի եթե կարողանա հիշի Եթե չեք հիշում։